2023 թվականին Արցախից հայերի բռնի տեղահանությունից հետո Արվեստ 23 հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվեց «Ծնվել եմ Արցախում» խորագրով ծրագիրը, որը հնգամյա կրթական ծրագիր է նախատեսված Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների համար։ Արվեստ 23 հասարակական կազմակերպության նախագահ Աննա Տեր-Հովակիմյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը որոշում են կայացնում մրցույթ հայտարարել եւ ընտրել տաղանդավոր պատանի արցախցիների ու զբաղվել նրանց երաժշտական կարիերայի զարգացմամբ, համարելով այն լավագույն ներդրումը երիտասարդության մեջ։ Եվ որոշեցինք հայտարարել մրցույթ, ընտրել 23 լավագույն առավել տաղանդավոր արցախցիներին, որոնք զբաղվում են դասական երաժշտությամբ, ունեն երազանք դառնալու աշխարհահռչակ երաժիշտներ, եւ այդ ծրագիրը կոչեցինք «Ծնվել եմ Արցախում» ի նպաստ նրա, որ աշխարհը իմանա Արցախի մշակութային ժառանգության մասին։ 5 տարիների ընթացքում արցախցի երաժիշտները ծրագրի շրջանակներում կստանան մասնագիտական կրթություն, կմասնակցեն տարբեր համերգների եւ կսովորեն օտար լեզուներ։ Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է այս երեխաների համար, որպեսզի նրանք առաջ գնան իրենց մասնագիտական ճանապարհին եւ լավագույն մասնագետներից դասեր առնեն եւ նրանք կստանան նաեւ համապատասխան գործիքներ ու բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանան ստեղծագործական իրենց ճանապարհին առաջ գնալ։ Նախաձեռնությանը միացել են նաեւ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը եւ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը, որոնց շնորհիվ էլ արցախցի 23 պատանի ստացան համակարգչային տեխնիկա, մասնավորապես պլանշետներ։ Ես հուսով եմ, որ շատերն են միանալու այս գեղեցիկ նախաձեռնությանը։ Առաջիններից մեկը միացավ Հովարդ Կարագյոզյան բարեգործական հիմնադրամը, որը տրամադրեց պլանշետներ երաժիշտների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց կրթական դասերը բաղադրիչը իրականացնել այդ պլանշետների միջոցով։ Եվ հուսով եմ նաև ուրիշ գործընկերներ են միանալու այս նախաձեռնությանը։ Արվեստ 23 հասարակական կազմակերպության նախագահի համոզմամբ համակարգչային տեխնիկայի առկայությունը կրթական process-ում շատ կարևոր է, քանի որ շատ պատանիներ ունեն հեռավորության խնդիր դասերին ներկա գտնվելու համար։ Այն հնարավորություն կտա պատանի երաժիշտներին նաև ծանոթանալ համաշխարհային երաժշտության զարգացումներին եւ տենդենսներին։ Այս պլանշետները շատ կարևոր են իրենց համար, որտեղ ունենք երեխաներ, որոնք ապրում են Արտաշատում, ունենք երեխա, որ ապրում է Դիլիջանում եւ այդպիսի ծանրաբեռնված ժամանակույցով իրենց համար դժվար է գալ Երևան եւ այս պլանշետները հնարավորություն կտան իրենց նաեւ on-line դասընթացներ ունենալ։ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի ներկայացուցիչն իր հերթին ընդգծեց, որ երեխաների կացությունը, զարգացումը ինչպես առողջական, այնպես էլ հոգեվոր հիմնադրամի համար մեծ կարևորություն ունի։ Այն հանդիսանում է Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի առաքելությունը։ Երաժշտությունը, այն ձայնը, որը հնարավոր չէ լռեցնել, արցախցի տաղանդավոր պատանիներն այս ընձեռված հնարավորությամբ հնչեցնելու են տարբեր բեմահարթակներից, այդպիսով շարունակ լսելի դարձնելով Արցախի ձայնը, հուսալով, որ մի օր այն նորից կհնչի նաև արցախյան բեմից։